2021-ից անշարժ գույքի հարկը հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքներով, եւ այդ տարվանից սկսած գույքի հարկը սկզբում 25, 22-ին 30, 23-ին 35, 24-ին 50%-ի չափ բարձրացավ։ Այս տարի անշարժ գույքի համար վճարվող գույքի հարկը բարձրացավ 75%-ի չափ։ Պատգամավորի ձևակերպմամբ հարկային այս բեռը առաջանցիկ եւ թռիչքաձև աճում է հատկապես կենտրոն վարչական տարածքի բնակիչների, այդ թվում տարեց բնակչության համար, ովքեր ապրում են ժառանգաբար իրենց փոխանցված բնակարաններում։ Վերջանքի եւ շքեղության իբրև հարկային սխեմա էին բերում, բայց իրականում ամբողջ բեռը կամ իրական հարվածը գույքահարկի բեռի ստացավ ցածր ու միջին եկամուտ ունեցող մեր հայրենակիցները։ Իսկապես անհրաժեշտ է վերանայել գույքահարկի դրույքաչափերը, թե արդեն իսկ գոյություն ունեցող բնակարանային եւ բնակֆոնդի մասով, թե ըստ վարչական շրջանների վերանայվելու, որտեղ անդրամաբանական է այն մոտեցումը, թե ինչու պետք է պայմանական կենտրոն վարչական շրջանում ավելի շատ գույքահարկ հաշվարկվի, քան մեկ այլ վարչական շրջանում։ Նախագծով առաջարկվում է վերացնել աստիճանական ներդրվող քաղաքացիների անշարժ գույքի հարկման բեռի թռիչքաձև ավելացման վերջին փուլը, բացառությամբ 200 միլիոն դրամից ավելի հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկումը, որի պարագայում գործող կարգավորումներն առաջարկվում է թողնել անփոփոխ։ Մենք առաջարկում ենք, որ պրոգրեսիվ դրույքաչափը պետք է շարունակվի եւ ել ավելի բարձր ուրեմն հարկման բեռ պետք է տեղափոխվի դեպի ցանկարժեք եւ գերցանկարժեք գույքերը։ Եթե որպես ինվեստիցիոն պրոյեկտ գույքահարկը լինի մեծ, բնականաբար շատ քչերը կցանկանան գույք ձեռք բերել, հետագայում դրանից շահութաբերության տոկոսի ցածր լինելու հանգամանքով պայմանավորված։ Հարկվում են նաև ցածրարժեք բնակարան կամ բնակելի տուն ունեցող սոցիալապես անապահով քաղաքացիները, որոնք մինչև այդ ունեին գույքահարկով չհարկվելու արտոնություն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։